24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, շարունակում ենք ներկայացնել արցախցիների մասին պատմող հետաքրքիր պատմություններ։ Այսօր հյուրընկալվել եմ Ինա Ադամյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այնքան ստիղաշանգ ամեն ինչ տեղավորալ, դասավորալ, այս երևի մզետիկ ստիպը դրաստվալ։ Անկասկած։ Ճիշտ ասած, ընդհանրապես սիրում եմ ույուտ ստեղծելը ամենտեղ, նույնիսկ այս պայմաններում մոտիվացրալ ավելի այդ ամեն ինչ մոտիվացրա բնականաբար։ Սաղ ձերքի աշխատանքներ աստի եշնում ու այսքանը դուք քրալ։ Հունց սկսեմ դրանից վեր 12-13 տարեկան հասակում 90-ական թվականների պատերազմի ժամանակ, որ նկողում էիք տատիկիս հետ տենց նստած ինքը ինձ սովորացրեց գործել ու ես գիրք ունեի սմաուչկա տենց կայակակ սմաուչկա ու իր հետ սկսեցի գործել ու քանի որ տենց չգիտեիք ինչով զբաղվեիք Դեն սկսեցի իմ համար գործեր ու սա հարևանների համար տարբեր նմանապես սենց սալֆետկաներ, չգիտեմ, ինչ-որ փոքր հետաքրքիր վարատնիկներ, բան ոչմ տենց արեցի, նվիրեցի ու կամաց այդ գործը իմ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Փաստորեն Արցախցի բաբոների տաղանդը փոխանցվում է, հա, իրականում։ Իհարկե փոխանցվում է։ Ճիշտն ասած, ես անկեղծ կլինեմ, երբևէ չեմ զբաղվել արհեստով, որովհետև ավելի շատ սիրում էի խոսել, զրուցել, բայց ասեղնագործություն պարտադիր պետք է իմանայի, հա, նույնիսկ մեկ-մեկ երբ որ մեր տուն հյուրեր ենք ունենում, պատմում եմ, որ այս սփռոցը ես եմ ասեղնագործել, երեխայական է իհարկե, ճիշտ է։ Ամեն դեպքում խոսեցիք 90-ականներից, դուք 90-ականների սերունդն եք, ավելի հաղթանակած, եւ ավելի դժվար պայմաններում ապրած, հա, երբ որ արցախյան շրջափակումներ միշտ ասում են, որ 90-ականներին պատկերը այլ էր, մարդիկ նկուղներում երեխաներ էին ունենում, մարդիկ նկուղներում տարիներով ապրում էին, հա, վերադառնանք մտովի այդ տարիներ ու փորձենք հիշել ինչպիսին էր կյանքը այն ժամանակ եւ Ինչպես փոխվեց աստիճանաբար։ Գիտեք, այն ժամանակ մենք вообще չէինք մտածում, որ հնարավոր է թողեք, լքեք մեր տները, մեր հայրենիքը ընդհանրապես։ Չգիտեմ, գուցե պատճառը այն էր, որ հեռախոսներ չկային, մենք նորությունները sense դուրս էի գալիս բակ, ես հիշում եմ, ու ստեղից հարևաններից ինչ որ բաներ լսում, այս մեկը վիրավորվել է, այս մի տարածքը հետ եք վերցրել են, մեկը գրավել են, այդ նորությունները սաղ ու ասեմ, որ շատ միախմբված էիք այն ժամանակ, շատ։ Ես լավ եմ հիշում, մենք մեր պատիեզդով այդ նկողում ամբողջ շենքով, սենց նկողով քայլում եք, իրար հյուր եք գնում, ու լավ հիշում եմ, որ ինչպես եք նկողում իրար հյուր եք գնում, սա երևի մեկ այլ իրականություն։ Ու լավ հիշում եմ, ոնց էիք տոնում մեկ տոները, եւ նոր տարին եք միասին տոնում, եւ հարսանիք եք անում, մեր հարևանի հարսանիքներ, ողջ մեր պատիեզդով ոնց եք պատրաստվում դաժան տարիներ էին ճիշտ ասած, այո, շատ դաժան են, ջուր չկար, հիշում եմ, ձյուն էիք հավաքում ու այդ տարին շատ առատ ձյուն եկավ ու մեր հարևանը, այդ էլ եմ լավ հիշում, ասում էր, այդ Աստվածա մեր համար այդ սպիտակ ոսկին երկնքից ուղարկել, մենք այդ ձյունը հավաքում էինք, բերում էինք մեր վանաները մաղնիքում լցնում, հալվում էր ու դրանով այդ ջուրը օգտագործում էինք։ Խմելու համար մի տենց մարդիկ կային, ջրեր էին բերում ու մենք առնում էինք խմելու համար այդ ջրերը կամ էլ այդ ռմբակոծության տակ սենց փոքր երեխեք եք, բայց հիշում եմ մամայի հետ ոնց էիք մարդա 3-4 տենց այդ վեդրոները վերցրած գնում ջրի սենց в общем էլի ահավոր էր շատ բայց այդ ամեն ինչը իր տեղը այնքան էիք նորից եմ կրկնում միախմբված այնքան եք sense дружно ու այնքան եք վստահ որ ամեն ինչ լավ է լինելու ու հաղթելու եք որ տենց էլ իսկականից տենց էլ ստացվեց այդ մի հրաշք էր այդ տարիները չնայած դաժան էին բայց նենց այնքան բան եմ հիշում ստիպլատոյ потому что այդ սերը մարդկանց մեջ իրար հանդեպ շատ մեծ էր շատ Ինչ փոխվեց, հա, ապրեցինք որպես հաղթանակած սերունդ, հետո բախվեցինք 44 օրյա պատերազմին, իսկ
դրա հանգուցալուծումը երևի թե սեպտեմբերի 19-յան Այո, ինձ թվում է սկզբից այդ էյֆորիան, որ ասում են, երևի այդ վիճակներ։ Ну, այդ արդեն մի քիչ պոլիտիկի ուղղությունա չեմ ուզում բնականաբար խորանամ։ Պահի տակ գիտեք մտածում եմ, գուցե մենք արժանի չէինք ապրել մեր Արցախում։ Երևի մեր սխալները շատ էին։ Չկարողացաք պահել, չգիտեմ, արժանի չեք, արդեն երկրորդ տարին է, որ այստեղ եք, ու ամեն անգամ նոր մտքեր են գալիս իմ մոտ։ Սկզբից ուրիշ ձևի է այդ ամեն ինչը անցալում։ Սկզբից երբ մի քանի ամիս, դաժե միջև մի տարին, sense ահավոր ստրեսի մեջ էի։ Չեմ ասի, որ հիմա այդ ստրեսը անցել է բնականաբար, ժամանակ առ ժամանակ նույնիսկ գիտեք, այդ հողի հոտն եմ զգում։ Մեր տարածքների, մենք ունեիք տարածքներ, տենց գնում էինք ընտանիքով միշտ, այդ հոտն եմ զգում, այդ խոտի հոտն եմ զգում, այդ ծաղիկների այդ բույրը, ժամանակ առ ժամանակ sense ոնց որ մի բան լինի, գալիս է իմ մեջ այդ ամեն ինչը։ Հիմա էլ այդ վիճակն է, որ ոնց որ մի ձևի նիվիսոմես լինի, մոտ ոչ երկնքում եմ, ոչ երկրի վրա։ Տենց մի նիպանյատնի իրավիճակա կոնկրետ իմ համար ես ահագին բան եմ հասկացել ու մտածել ու փոխել, ես հասկացել եմ, որ պիտի ապրեմ ու վայելեմ կյանքը ու ապրեմ այսօրվա կյանքով, որովհետև առաջ երբ մենք տենց մտածում էինք մի ամիս հետո ինչ կանեք, այս ինչի երեխայի ծնունդը ոնց կնշեք, կամ էլ չգիտեմ, փող եք կուտակում, ինչ որ մի բան եք տան համար առնում, հիմա այդ ամեն ինչ չկա իմ մոտ։ Հիմա ես կարող եմ մտնեմ խանութ, մի շատ սիրուն, չգիտեմ, բաժակ տեսնեմ, այդ իմ, կստати, слабо տեղս այդ սիրուն բաժակները, կարող եմ տեսնեմ ու Դաժե ինչքան էլ թանկ լինի, չմտածեմ։ Իմ համար այդ պահը երջանկություն ա բերում ու ես դա անելու եմ։ Ու դաժե չեմ մտածում, որ վաղը կարող է այդ գումարով ես պիտի հաց առնեմ կամ ինչ-որ բան, որովհետև իսկականից հասկացել եմ, որ չես իմանում վաղը ինչ ա լինելու։ Դրա համար որոշել եմ, ասենց ինչքան կարողանում եմ սիրուն ապրեմ, չեմ ասում լավ, конечно, կուզեի շատ լավ ապրեք։ Բայց գոնե աշխատում եմ։ Գիտեք, այդ սկզբից այդ կարգավիճակը, որ այդ փախստական բառ, այդ փախստականի կարգավիճակ չեմ սիրում այդ ամեն ինչ։ Նոր բառեր են եկել, ու այդ իմ համար նենց ոչ թե ունիզительно, այլ եւ ունիզительно, եւ неприятно, եւ ծանր, եւ ցավալի այդ ամեն ինչը բնականաբար։ Ուզում եմ այդ սահմանալ մի կողմ եւ ուզում եմ նորմալ աշխատեմ ու արժանապատիվ ապրեմ։ Ոչ թե ամեն վարքյանում եք սենց մտածեմ, բա, հա, թողել եք այդ ահավոր ցավը, այդ սենց գիտեք, մի ստինա է իմ մեջ, ու ես ինձ թույլ չեմ տալիս շատ հաճախ, вообще մտածեմ, ոնց որ սենց ռոբոտի նման, ну, ինогда սենց խոսում եք, կիսվում եք բան, բայց հիմնականում ես ինքս ինձ թույլ չեմ տալիս, որովհետև Եթե խորը մտածես, կարաս խելագարվես, հաստատ կարաս խելագարվես։ Իդեպ դուք նշեցիք, որ գեղեցիկ բաժակները ձեր թույլությունն է, ես ուսումնասիրել եմ բավականին այսպես խորը ձեր գրառումները սոցցանցերում եւ այլն ձեր հարցազրույցները եւ մի դեպքում նշել եք, որ վերջին օրը հրաժեշտից առաջ, Ստեփանակերտից դուրս գալուց առաջ, ձեր տան ամենալավ բաժակներով թե եք խմել եւ ցանկացել եք որ վերջինը դուք դուրս գաք ձեր տնից։ Դա այդպես էր։ Այդ պահն եմ ուզում հիշենք ու եւս մեկ անգամ գուցե վերապրենք արդեն բարերով։ Քանի որ բլոկադա էր, ну, գիտեք, սա ու ոչ մի բան չկար, մենք զապաս ունեի, էլի որոշ բաներ շաքարավազ բան ունեի ու մենք գյուղում տարածք ունեիք ու որոշ բաներ տենց կուտակել եք ունեիք։ Ու այդ վերջի պահը տանը ինչ կա, սենց իրար եմ խառնել մի հատ պիրոգ եմ թխել, ես ու մեր հարսը Նարեն, դուք գիտեք իրան ճանաչում եք, մենք մեր Նարեի հետ որոշել ենք պրոստը այն իմ ամենալավ բաժակներից, որոնք ես вообще չէի օգտագործում, մամայից տված այդ օժիտս էր, հանել եք ու մի լավ թե եք դրել խմել, ունեք նկարներ բնականաբար, конечно, ու հետո կոնյակ եք բացել, այն խրուստալին այն բաժակները, որոնք էլի չէի օգտագործում, խփեցիք, խմեցիք ու սաղին խնդրեցի, որ բոլորը դուրս գան, վերջում ես դուրս գամ տնից ու այդ պահին ես միշտ մտածում եմ, ինչ եմ մտածել այդ պահին, որ դուրս եմ եկել, ինչի մասին եմ մտածել, օրինակ Նենց այնքան ստրաննի բաներ եմ իմ հետ վերցրել ու կարևոր բաներ թողել։ Միշտ մտածում եմ, խի եմ տենց արել այդ պահին ու հասկացել եմ, որ
ասես բնազդի պես պրոստը մտածել եմ, որ երեխաներին փրկեմ։ Պրոստը դուրս հանեմ երեխեքին այնտեղից, ի վсё, ուրիշ բան չեմ մտածել, ու այդ պահը ուզում եի ես վերջում դուրս գայի, դուրը փակեի, դաժե, գիտեք, այդ սրեցվաներով սախ այդ բաղնիկ բան սեց ածեցի ու մովայնիկի մեջ բամ, в общем, սեց ավլեցի, դուրը փակեցի ու բանալիները դրեցի այդ կովրիկի տակ։ Ինչը անում էին բոլոր հայցախցիները, այո, անվտանգեր եւ չէ, գիտեք, խի եմ արել։ Առաջի հերթին մտածել եմ, որ համ սովորությունը, հա, միշտ տենց է կանում մենք, որտեղ դեռ вообще չէիք մտածել, որ կարողա մեկը մտնի, չէ՞ բան վերցնի։ Այդ հեչ, էլի, տենց բան չկար։ Ու խի եմ տենց արել, մտածեցի, որ վդրուկ, եթե իրանք մտնեն իմ տուն, գան մեր տուն, չկոտրեն դուրը։ Կհասկանան երևի, էլի, որ կովրիկի տակ բանալիներ կա դրած, ու սիրուն կբացեն, հետո կմտնեն։ Տենց։ Ու հիմա ժամանակ առ ժամանակ այնքան բան եմ անում, նենց մտածում եմ եւ ուզում եմ իմանամ ով է ապրում այդ տանը, ով է մտել, ինչ են արել, որտեվ մեր նկարները, ես շատ եմ սիրում նկարվել, երեխեքին նկարել, հիմնականում բերել եմ, որը չեմ կարողացել, երեխեք տարել են, այրել են սաղ, բայց տենց մի տեղ ունեի, մոռացել եմ совсем այդ տեղի մասին, որոշ նկարներ բան թողել եմ, այսինքն իհարկե իրան կարան ինֆորմացիա իմանան, ով է ապրել այդ տանը, որտեվ քանի որ դեռ աշխատում եմ համալսարանում, սաղ այդ լեկցիաներս, սաղ այդ գրքերս, այդ հոդվածներս, ահագին ես հոդվածներ ունեի, ժուրնալներ, բան научные эти статьи, я все это оставила, естественно. Очень легко узнать, кто там жил, и по книгам все. Ես միշտ ասում եմ, եկեք մտնենք, ասեմ, այսով աստղ ապրել, այս գրքերը, այս ոչ եմ, այս ամեն ինչը։ Տենց Իսկ եթե մի օր պատահական սոցցանցերում կամ գուցե եւ կան չէ դեպքեր, երբ որ Շուշիից հետո գտնում էին մարդկանց ըստ նկարների, ուղարկում էին իրենց նկարները, պատրաստ եք դուք։ Ես ուզում եմ այդ, շատ եմ ուզում, շատ, դաժե սպասում եմ դրան։ Ինչ կտա դա ձեզ։ Չգիտեմ։ Սպասում եմ, գիտեք ոնց եմ սպասում, որ ինչ որ լավ մարդ, գոնե ոչ թե լավ, այլ գոնե ինչ որ մի բարի մին տեսակ կլինի այդ տանը, չգիտեմ ոնց դաժե բարերս արտահայտեմ, այսինքն վանդալիզմ չեն անի, էլի գոնե այդ եմ ուզում տեսնեմ, սպասում եմ այդ մտքով, որ տենց կմտնեն ու սիրուն կվայելեն այդ ամեն ինչը գոնե։ Այս անկյունը, ճիշտն ասած, սենց հատուկ մտածել եմ պատրաստել, իմ ծանոթները սաղ ասում են, բայց քո համար ցավալի չէ, այս տանտերը որ գալիս է, ասում է, այս որ սենց կախել եք, ցավալի չէ ամեն վարքյան տեսնես, ասում եմ ոչ, ես ուզում եմ առավոտները աշխատանքի գնալուց այս փողոցներով սենց դուրս գամ ու գնամ։ Նո այս մեր տատիկ պապիկն է, I love Ստեփանակերտ, մեր սիրուն փողոցներից մեկը, Անձրևից հետո։ Գեղեցիկ գույներ են, շատ, ու դիածան, ես շատ եմ սիրում այս նկարը, այս մեր կալցվոյն է, էլի վար շատ սիրուն գույներով, այս էլ իմ տունն է, իմ Ստեփանակերտի տունն է, իմ անկյունը, այս էլ է իմ տանը, այս ծաղիկները մեր դաշտերից է հավաքել իհարկե, այս էլ իմ ննջասենյակի պատուհանն է, այս մեր տան բանալիներն է, երեխեքի սենյակի բանալիները, հողն է Արցախի, այս մեր տաններ կախված ընդեղ միջանցքում, այս էլ իմ բալիկն է Ստեփանակերտի երկնքի ֆոնի վրա։ Այս ամեն ինչը ձեզ ուշ տալիս է։ Հա, ես ոգևորվում եմ, որ տեսնում եմ, հպարտանում եմ, եւ այդ հույսը նորից արթնանում է իմ մեջ։ Ինձ թվում է ավելի շատ ցավոտ է, հա, հիմա ցավոտ է, շատ է ցավոտ, բայց այն որ ասում են ցավի հետ ոչ թե հարմարվում ես, այլ ապրում ես, այդ վիճակն է հիմա։ Ապրում եք այդ ցավի հետ ու հասկանում եք, որ Աստված տվել է այնքան ցավ ու ուժ, որը դու պիտի ու կարողանում ես հաղթահարել ու դու պիտի այդ հաղթահարես։ Ուրիշ ելք չունեք մենք։ Պիտի հաղթահարեք ու ապրեք։ Այստեղ Ստեփանակերտից հուշեր եմ տեսնում ձեր սեղանին, կպատմեք պատմությունը ինչպես։ Ես հիշում եմ, որ կարծեմ մեր բոլորի տներում այս սրանցից կար, բայց երևի թե մենք չենք մտածել, որ կարելի է մեզ հետ
Ես գիտեք ինչ է, այս պետական համալսարանում իմ դարակի մեջ էր, մեր Արցախի պետական համալսարանում ու իմ հետ այն վերջի օրերին, չգիտեմ ինչու բերել եմ տուն։ Մտածեցի, որ թող մնա մեր տանը, էլի նավսյակի։ Ու ասում եմ, էլի համալսարանից այնքան շատ ինձ բաներ ունեն, որ թողել եմ սաղ։ Բայց այս գրքերը, չգիտեմ, դարակներս դաժե չեմ բացել, նայեմ ինչ բերեմ, ինչ վերցնեմ, չգիտեմ ինչու ես սենց բացեցի ու ընկավ աչքիս, ասեցի լավ տանեմ, ասեմ ինչ մտքով։ Ճիշտ է, ես մտածել եմ, որ այստեղ էլ չեմ աշխատելու, էլի իմ գործունեությունը չեմ շարունակելու, բայց ավդրուկ ես կնստեմ ու սենց ցույց կտամ մեկին, կպատմեմ, ինչ որ մի հուշ է, էլի մի, չգիտեմ, նենց ոնց վերցրեցի ու բերեցի ու այնքան ուրախ եմ։ Առաջարկում եմ բացենք որևիցե մեկը եւ փորձենք Ստեփանակերտի փողոցները հիշենք ինչ էինք անում այդ վայրերում մեր կառավարության շենքը, որը հիմա լիովին վերափոխում են։ Ամեն դեպքում հիշում եք երեկոները մեր շուկան լի, որը վերջին շրջանում երազանք էր դարձել։ Яркий գույներով շուկան вообще էլի ինչ որ достопримечательности, էլի սա գալիս էին նկարում։ Ну բնականաբար շուկայից ամենաշատը ինչն էիք սիրում։ Օ, ամենաշատը որ մտնում են ջենգելով հացի հոտն եմ սիրում ու այն մասը որտեղ ամենալավ մրգերն են վաճառում, շատ է սիրուն դասավորած ու այն չրերը, շատ, հա։ Հետաքրքիր է ոնց էին դասավորում, հա, որ չէր թափվում, այո, այդ կալորիտը ուրիշ էր, всё-таки իսկականից ուրիշ էր։ Այս մեր թանգարանի շենքն է, այստեղ սիրուն նկարներ ունեմ, այս մասն եմ շատ սիրում, հատկապես աշնանն էի սիրում, ուրիշ ձևի էր այստեղ տերևները, ուրիշ ձևի են թափված։ Ու դեպի շուկան ես արդեն իջնում ստեղից։ Ну, մեր տատիկ պապիկը։ Այս էլ ստադիոնն է մեր։ Այս էլ Թումանյան փողոցն է, որը հիմա չկա։ Ամենասիրելի փողոցներ երևի թե վերջի շրջանում բոլորի եւ այո։ Այ հիմա դուք խոսում եք, ես որ քիչ առաջ նշեցիք հոտը, հազգում եք, հիմա ինձ մոտ էլ այդ զգացողություններն են։ Նորից կքայլեիք այդ նույն փողոցները։ Կքայլեի։ Եւ նորից նույն կերպ կապրեիք, ինչպես որ ապրել եք միջև այս ամեն ինչը։ Ոչ, ավելի գվայելի այդ ամեն ինչը, ավելի շատ խորը կշնչեի, նենց մի բաժակ կվերցնեի, այդ օդը ածեի մեջ խոմեի, սենց խմեի, մի ուրիշ ձևի կանեի, այն ժամանակ, իմ համար նկարվում էի, քայլում էի, ապրում էի ուրախ, բայց չէի գիտակցում, դրա համար եմ ես այդ ամեն ինչը հիմա գիտակցելով, ուզում հիմա ապրեմ գոնե, հիմա ոչ թե մենակ ես էլ իմ երեխեքը, իմ շրջապատը, գոնե հիմա այդ ամեն ինչը ապրեք, հասկանաք, վայելեք, որ Աստված չանի, ես արդեն ամեն ինչից վախենում եմ ու տենց ուզում եմ լիարժեք ապրեմ պրոստը, շնչեմ, ուրախանամ, չի ստացվում բնականաբար, որտեղ խնդիրները շատ են, ահավոր շատ։ Ու ոնց որ այն որ ասում են կարկուտը թակած տեղնակ, ոնց են ասում կարկուտը ծեծած տեղնածեցում, այդ ժամանակ այդ մեր վրա մենք զգում ենք մեր ընտանիքի, տենց դեպքեր շատ կա, շատ են լինում, բայց մեկ է, էլի, տենց մի բան կա, ասում են, ես հիմա իմ աշակերտներին շատ եմ պատմում, այդ էլ ասեմ, իմ քաղաքի մասին շատ եմ պատմում։ Հիմա նենց է ստացվել, որ աշխատում եմ դպրոցում, 35-րդ դպրոցում եւ ունեմ դասական դասարան, 7-րդ դասարան ու նու մի քիչ տենց դե երեխեք են այդ հասակն է, էլի չարաճճի եւ այլն փորձում եմ իրանց փոխել ու ամեն անգամ պատմում եմ մեր քաղաքի մասին, ոնց է եկել, ինչ է կատարվել, ոնց են եղել դեռ երեխեքը, ոնց են ապրել, այդ ամեն ինչ պատմում եմ իրանց եւ իմ մի sense բան ունեմ միտք ուզում եմ մի փոքր թեկուզ գրքույկ գրեմ, հրապարակեմ, ոչ թե տենց տխուր ինչ-որ մտքերով, տխուր մոմենտները, այլ ուզում եմ հետաքրքիր օրերի մասին գրեմ, սիրուն վայրերի մասին գրեմ։ Եվ առաջինը որ մասի, որ վայրի մասին եք գրելու։ Առաջինը կգրեմ, ինձ թվում է Արցախի պետական համալսարանի մասին, այնքան եմ կարոտում, շատ եմ կարոտում։ Այդ շենքին եմ կարոտում, ուսանողներին եմ կարոտում, այդ մակարդակին եմ կարոտում։ Մենք դեռ ապրելով չեք պատկերացրել։ Իսկականից չեք պատկերացրել։
ոնց եք ապրում, ում հետ եք շփվում։ Հիմա որ ասում եմ, всё познается в сравнении, это այդպես է։ Ինչպիսին էին Արցախի մարդիկ։ Արցախի մարդիկ շատ էին ազնիվ։ Շատ, էին եմ ասում, հիմա շատ սաղ փոխվել են, որտեվ հիմա իսկականից սաղ փոխվել են։ Մեկը դեպի լավը, մեկը դեպի վատը։ Գիտեք, կան մարդիկ դաժե չեմ ուզում տեսնեմ։ Տենց վիճակ էլ կա իմ մոտ։ Ու կան նենց մարդիկ, որոնց տեսնում եմ, ուզում եմ գրկեմ ու բաց չթողնեմ, որտեվ սաղ փոխվել են։ Ես էլ եմ փոխվել, բոլորն էլ փոխվել են, բայց այն ժամանակ իրանք մի ուրիշ ձևի, գիտեք, պարզություն կար իրանց մեջ։ Честность какая-то, я не знаю, чистота, այն աշխարհի պարզությունը մեր մոտ կար։ Մեր մոտ ցենностьը լրիվ ուրիշ էր։ Երիտասարդությունը ապրում էր լրիվ ուրիշ մտքերով։ Հիմա իմ երեխեքն էլ սեփական եկել են, սավսեմ փոխվել են, չեմ ճանաչում։ Հա, մեծացել են, ոչինչ չունեն, բայց այո, իր խնդիրները, իր արժեքները ունի։ Դրա համար եմ ասում, ես իմ դասղեկական դասարանին փորձում եմ այդ արժեքները իրանց մեջ ներշնչեմ, որ իրանց մեջ մնա այդ։ Տենց ռեսկա այդ հասակում չբացվեն, էլի, բան չգնան։ Այդ մեր Արցախի այդ պարզությունը, այդ նորից եմ ասում, ոնց ասեմ, մտքերս ոնց արտահայտեմ, թե ազգային այդ ապրյալները ոնց է հայերեն ասում, ավանդույթները, այդ ամեն ինչ շատ բարձր էր, շատ։ Ինչևէ եղավ այն, ինչին ոչ մեկս էլ չէինք սպասում կամ գուցեև ինչ որտեղ վերջին օրերին հիշում եմ, երբ որ քաղաքում ամեն ինչ դատարկ էր եւ ամեն ինչը շատ ծանր էր, դժվար էր, սպասում էինք ինչ որ մի բանի, բայց ինչի չգիտենք էլ։ Ինչպես անցակ Հակարի կոչված սարսափը։ Ինչպես բոլոր։ Ահա որ, ինչպես դուք եք ասել, սարսափելի։ Ոնց որ սենց ինչ-որ մի երազեր այդ ամեն ինչը, ու մեկը սենց վերցրել, մենք, կստատի ասեմ, որ եկել եք մեր հին մեքենայով, ինքը ռարիտետնի հին Մոսկվիչ է, շատ հին, ու միշտ իմ ամուսինս ասում է, այդ մեքենա մեր տան անդամն, մեր ընտանիքի անդամն է։ Այդ մեքենան ինքը նույնիսկ քաղաքում դեղ որ քշում էր այդ մեքենան, ինքը շատ հաճախ տենց կարա կաղնի, չաշխատի, էլի, տենց չէ, որ լրիվ իսպրավն էր, ու թե ոնց է այդ մեքենան մեզ բերել հասցրել այստեղ, այդ մի ուրիշ հրաշք է։ Հիմա ոչ օգտագործում եք, ոչ բան, կանգնած է իր համար։ Բայց դա մի ուրիշ հրաշք էր։ Ձեր ընտանիքի անդամներ զգում էր, որ դժվարության մեջ եք եւ պիտի փրկի, այսպես ասած։ Ամեն դեպքում ուզում եմ այս պահին մտովի տեղափոխվենք Արցախ, այն ժամանակաշրջանը, երբ որ արդեն կվերադառնանք։ Ինչպիսին է լինելու, ինչպես է մեզ դիմավորելու։ Ես վախենում եմ այդ մտքից։ Շատ եմ ուզում, բնականաբար շատ եմ սպասում, բայց նկարներով տեսնում եմ ոնց է փոխվել հիմա այնտեղ ամեն ինչ։ Աշխատում եմ չնայեմ, չեմ սիրում որ կիսվում են, չգիտեմ, ավելի է ցավացնում այդ ամեն ինչը։ Դա էլ հենց թշնամական պրոպագանդայի։ Իհարկե, հենց լենտայի մեջ տեսնում եմ, ես հիմնականում անցնում եմ, տենց չեմ կաղնում, բայց իհարկե տեսնում ես աչքի տակով, որ փոխվել է, սաղքանդել են եւ այլն, այդ մտքից շատ եմ վախենում։ Գնամ լրիվ ուրիշ քաղաք է լինելու, բարձ է այդ։ Բայց համենայն դեպս այդ հողի կանչը, հողի սերը հիմա եմ հասկանում ինչ է։ Հիմա ուրիշ ձև ես այդ ամեն ինչը անցալում ու հասկանում։ Իհարկե ուզում եմ գնամ այն օդը շնչեմ, մեր տուն եմ ուզում գնամ, մեր պատուհանից նայեմ։ Երեխաս բակում խաղա, ես էլ իրան կանչեմ, արխային ուղարկեմ խանութ, արխային ուղարկեմ հաց բերի խանութից, չգիտեմ, դուրս գամ այդ խոտերի այդ տերևների հոտը զգամ ու այդ ճանապարհով գնամ աշխատանքի, խանութներով, տենց։ Լինելու է հավանական վերադարձը։ Չեմ կարող ասել։ Պահեր են լինում, որ վստահ ասում եմ հա կլինի, պահեր են։ Ես չգիտեմ, աշխարհում ամեն ինչ փոխվում է։ Ամեն րոպե մի բան է փոխվում։ Լավ, ամեն ժամ թող լինի։ Մի բան հաստատ փոխվում է, դրա համար չես կարող ասել։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Բայց հույսը միշտ մնում է, конечно, հույսը։ Եթե հնարավորություն ունենայիք Արցախին եւս մի բան ասելու, ինչ կլիներ դա։
Ես այնտեղ գրություն եմ տեսնում, որ սիրտս միշտ գտնում է ճանապարհ դեպի տուն, Արցախ, երևի ձեր երազներում, ձեր մտքերում, ամեն դեպքում, եթե այդ ճանապարհը դեռ այնտեղ տաներ, ինչ կասեիք։ Գիտեք, գալուց առաջ իմ աղջիկները դա մեծ աղջիկեր են։ Այն մեծը պատի վրա գրել է, ախր ես ինչպես վեր կենամ գնամ։ Այն մեկն էլ իր սենյակի աբոյն է պոկել։ Կստացի ուզում եք ռամկա գցեիք, կախեիք չհասցրեցիք։ Ու տեղը գրել է, որ գամ նեստա եմ տալու, կպցնելու եմ, էլի։ Այդ հույսով, այդ ամեն ինչով ուզում եմ ասեմ, որ լավ է լինելու մի օր ամեն բան։ Ուզում եմ ասեմ, որ սիրում եմ քեզ Արցախ։ Շնորհակալ եմ ձեր անկեղծության համար։ Ես էլ եմ շնորհակալ շատ։ Այսպիսին էր մեր այսօրվա պատմությունը, ամուր մնացեք, կհանդիպենք։